Ժողովուրդ ջան, ցավոք պետքա բոլորիդ հայտնեմ, որ ապօրինությունը այսօր գերակայեց։ Պարոն Կարապետյանին ապօրինի որոշմամբ կալանավորեցին։ Մեր պայքարը շարունակվելու է, մենք բողոքարկելու ենք էսի աբսուրդի գագաթնակետն է։ Զրո փաստական հանցակազմով մարդուն կալանավորում են, այս ձևով ցանկացած անձի կարան կալանավորեն։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել նշված խափանման միջոցի որոշումը եւ ակնկալում ենք, որ մոտ ապագայում կունենանք արդարացի որոշում։ Մեր հակափաստարկները շատ էին, ինչպես նկատեցիք 4 ժամ անընդմեջ դատական նիստ է տեղի ունեցել եւ 4 ժամից 3.5 ժամը կարող եմ նշել, որ պաշտպանական կողմի ելույթն է եղել։ Բնականաբար այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում քրեական օրենսգրքով մեղծագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին, ուստի կարող եմ այս բան միայն նշել, որ որոշումը ակնհայտ ապօրինի է եւ որևիցե կերպ չենք կարող հասկանալ նման պայմաններում անձին կալանավորելու, չգիտենք, չենք ծանոթացել դեռ որոշմանը, չենք կարող անգամ պատկերացնել, թե պատճառաբանությունները ինչպիսին են։ Մեկ խոսքն է եղել։ Այո, ինչը որ դուք տեսել եք, այդ տեսագրության մասին է խոսքը։ Սամվել Կարապետյանը ուղերձ ունի հասցեագրված հավաքված ժողովրդին, ես ընթերցեմ, ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս եւ հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ եւ անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլ ընտրանք չկա, առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցելու համար։ Այն հաշվարկը, որ մարդիկ արել են, իրանք ոնց որ սխալ հաշվարկ են արել մի անգամ, ոնց որ չի գտնելու։ Ես ուզում եմ բոլորիս մաղթեմ հետևողական ու ճիշտ պայքար, որ Հայաստանում ոչ մեկին չուզենան ու չկարողանան առանց պատճառի կալանավորեն, առանց պատճառի ուզենան զսպեն իր հայացքների համար։ Գնանք առաջ, կտեսնենք։ Իսկ ճանապարհի մասին է խոսքը, քաղաքական պրոցեսներ սկսվելու պարոն Կարապետյան։ Բրավո։